Բարի լույս սիրելի հետևորդներ, բարի երեկո բոլորին, կարծում եմ երեկոյան եք նայում։ Չէի մտածել, որ տեսանյութ կսկսեմ, որովհետև այսօր չէի աշխատում ու որոշել էի մի լավ հանգստանալ։ Իսկ վաստե հետևից սա գալիս տանն էի, գործեր արեցի, ճաշ եփեցի, կարճ ասած, ինձ համար դուրս եմ եկել խանութներ պտտվելու եւ post ունեի նամակ գցելու։ Ուղարկում ենք մեր բնակբաժին, այսպես ասեմ, նախկինում այդ հասցեով ծրարները անվճար էինք ուղարկում։ Եվ կամաց-կամաց սկսեցին վճարովի դարձնել, որից հետո էլ արդեն գները թանկացրին։ Հիմա եկա, որ սովորաբար 1 եվրո եսի ինչքան ենք մուծում, համարյա 3 եվրո, 2 եվրո 93 սանտիմ մուծեցի։ Եվ ինչու միացած ես նախ որ դա ասեմ, եւ ասեմ, որ հաջորդ տարի լափոստի բոլոր տեսակի ծառայությունները նորից թանկանալու են, աշխատողը ինձ ասեց։ Այնպես որ դիմացեք այս նոր թանկացումներին։ Հիմա գնամ խանութներ հանգիստ ինձ համար պտտվեմ, ինձ հիմա չեմ նկարի, բայց եթե ինչ-որ հարմար բան լինի, տարբերվող կնկարեմ։ Գիտեմ, որ շատերը խանութներ են սիրում։ Դե լավ, այսքանը։ Շատ ցուրտ օր է ի դեպ, ահա որ ցուրտ է, բայց դե դա ինձ չի խանգարում։ Չոր ցուրտ է, սիրում եմ, եթե ճիշտ ասեմ։ Դե լավ, կհանդիպենք։ Ահա եւ մեր post-ը, իսկ ֆրանսերեն La Poste է կոչվում, որն էլ շատ մոտ է, տեսեք։ Օպերայի հրապարակին արդեն անգիր գիտեք, չէ՞ մեր քաղաքը։ Մտել եմ Փխոմոտ։ Տեսեք ինչ են հյուրասիրում։ Ես հյութից օգտվեցի մի փոքր, ծառավեի, եւ լրիվ տոնական Փխոմոդը սպասում է բոլոր իր հաճախորդներին։ Ես էլ գնումներ արեցի եւ արդեն Rue Bethune-ով քայլում եմ դեպի Ժուլ խանութը, տեսա, որ նախկին Aldo խանութը վերանվանվել է ուրիշ խանութի, որը կոչվում է Lotus Vert Selection, տեսնենք ինչ տեսականի ունեն, հետաքրքիր բաներ են, նշանակում է բնական է եւ գինը եթե նայենք, նաեւ թանկարժեք էլ կլինի, նայելով արդեն տեսականու որակին։ Ահա տեսեք, թե որտեղ է գտնվում այս խանութը։ Ուղիղ Ժուլի դիմացը։ Ժողովուրդ ջան, մտա Խոմոտ, այն վերարկու օրենական տեսել է, էժանացել է։ Ես էլ էժանացում ունեի, էլի քարտից վրա մի խոսքով մատչելի գնով վերցրել եմ, բայց իմ համարն եմ վերցրել, չնայած կտանեմ տանը մի հատ նորից կփորձեմ, որ արդեն վերջնական համոզվեմ գնում եմ, թե չեմ գնում։ Եվ բերեցի, փոխեցի, նաև ներքի հետ որ գնել էի այն բերեկիսը, իրոք սխալվել էի։ 20%-անոցը պիտի վերցնեի, 30 էի վերցրել, դել փոխեցի։ Հիմա խանութներով այսպես պտտվելով գնում եմ, ձեռքիս է գնումներս, մի քիչ դե ծանր է, չգիտեմ ուր կգնամ։ Մի քանի խանութ մտա, Ժուլը Կարենին էլ էի էլի վերև նայում։ Այսպես առաջ գնամ, երևի Կիկո մտնեմ, տեսնեմ տոնային կրեմ կա, SP ֆակտորով։ Այսպես սիրելիներս առաջ շարժվեմ։ 5:30 է, բայց կարծես թե ժամը 10 լինի։ Մութ է, չեմ ուզում տուն գնալ, ուզում եմ մի քիչ պտտվել, համ քայլել, համ էլ դե մաքուրոց շնչել։ Դե հիմա էլ մտնեմ Արմանտիերի, տեսնեմ տղամարդկանց բաժնում ինչ կա։ Ցուցափեղկերը տոնական զարդարված են։ Գրեք իմանամ դուք նոր տարում այսպիսի սվիտերներ հագնում եք, թե ուղղակի սովորական տոնական հագուստ եք ընտրում։ Այստեղ շատ է տարածված, հենց այդ օրը նմանատիպ հագնում են։ Ներս մտա, տեսնեմ, թե ինչեր են։ Վերնահագուստ եմ նայում, արդեն ձեզ ասել եմ, բաճկոն կամ ինչ-որ շղթայով նման բաներ։ Տեսնենք գները, զեղչ չկա այս պահին այս ապրանքների վրա, զեղչերը տարբեր տեղեր է հայտարարված, բայց ես նայում եմ հիմնականում այնպիսի բաճկոններ, որոնք ներսից գրպաններ ունենան, հարմար է գրպաններով, դրա համար մի քիչ էլ դժվարանում է Կարենը գնի իր համար բաճկոն։ Ահա, այստեղ էլ նայեցի, գույները հաճելի են, մի հատ սրանց գինն էլ նայենք, գինն են փաստորեն, էկոէլեկցիոն, այսինքն բնական թելերից, նյութերից, կտորից պատրաստված են, այս մեկ դակացը ինձ դուր եկավ,
Եվ այնտեղ վերևում էլ մեկ տեսեք այն գույնը դուր եկավ նման բաճկոնները ձմեռային վերնահագուստներ դե առաջ շարժվենք դեպի հրապարակ եւ ամեն անգամ վայելենք այս լույսերի շքերթ այս գեղեցկությունը մտել եմ Կարոլ խանութը տեսեք 30% զեղչ է այստեղ հայտարարված էլի տոնական ամեն ինչ կա լցված է իդեպ նոր են վերանորոգել հրապարակի վրա գտնվող Կարոլ խանութը մենք հետևորդներ ջան բազմիցս ենք այստեղ եղել որոշ բաներ գնել եմ այստեղից ամռանը եթե կհիշեք եւ էլի շատ հետաքրքիր էր որ նման սեղան էր բացված հələ տեսեք կարծես թե տոն լինի հյուրասիրեցին ես բրաունից օգտվեցի իդեպ շատ համեղ էր եւ ինչ տոն էր սա հիմա կիմանաք փաստորեն Կարոլում ընդունված է որ դեկտեմբեր ամսին եւ ապրիլ ամսին այսպես սեղան են գցում հյուրասիրում են հարցրեցի որ զուգադիպեց որ խոմոդում էին հյուրասիրում այստեղ էլ փաստորեն դե այնպես բաներ էր հիմնականում որ ես չի ուտում բայց հյութ խմեցի մի խոսքով շատ հետաքրքիր բաներ եւ իրենց հաճախորդների համար 30% զեղչ էին անում այսօր շատ հետաքրքիր էր գնացեք Կարոլ չնայած գները շատ թանկ էր մի վերարկուն այնտեղ 300-320 էր իհարկե դե կտորները մի քիչ ավելի լավն էին որակյալ բայց դե օգտվեցինք հիմա կամաց այս կողմերի վրա պտտվեմ գնամ երևի տուն ցույց կտամ ձեզ իմ վերարկուն եւ այսպես սիրելիներս ինչքան ես ուրախ տոնական բաներ ալում ես տխրում եմ բնավորություն է երևի ուղղակի հիմա բարձրաձայն եմ ասում միշտ եմ տխրել էլի ասում եմ ինչքան լավն է կյանքը ինչքան սիրում պայծառ լավ կյանք տարին տարու վրա մեծանում ենք ու մի օր է գալու է սիրուն կյանքից հեռանանք այդ ձևի ապուշ մտքեր են գալիս ինձ հյուր մեկ տխրում եմ բայց դե ինչ անեմ դրա համար աշխատում եմ որ ինչքան հնարավոր է գոնե ինչ որ ձևով իմ ձևով վայելեմ էլի այս ամենը կյանքը ընդամենը առողջություն լինի ու հաջողություն բոլորին տանը մի փոքր ընկյուզ էր մնացել եւ նոր խմոր էր որոշեցի փորձարկել այսպես կարկանդակներ պատրաստեցի ընկույզով եւ շատ լավ թեթև խմոր էր փաստորեն դուրս եկավ եւ կարելի է արդեն համարցակ գաթաներ թխել գաթաներն է որ թխեմ ձեզ ցույց կտամ տեսեք ինչքան փափուկ է ստացվել դե ընկույզովն էլ համեղ ողջույն սիրելի հետևորդներ դուք արդեն տեսաք որ երեք ես խանութներով էի պատտվում եւ տարափոխեցի մազերի ներքի պերեկիսը իսկ այսօր արդեն մազերս ներկել եմ պատրաստվել եմ որպեսզի գնամ ներկայացում նայելու իսկ ինչ ներկայացում եմ գնալու նայելու հիմա ձեզ կպատմեմ ուրեմն դուք գիտեք իդեպ մշտական հետևորդները երևի ավելի լավ գիտեն այդ իսկ պատճառով ցանկալի է որ դուք դիտեք բոլոր տեսանյութերը որովհետև մեկը մյուսի հետ շատ կապված է ուրեմն իմ ֆրանսիացի ընկերուհիներից մեկը խաղում է ներկայացման մեջ եւ այսօր պետք է լինի հենց այդ ներկայացումը երեկոյան այսօր շաբաթ է եւ մեր մյուս ընկերուհու Դանիի հետ գնալու ենք Նադիայի ներկայացումը նայելու քաղաքի թաղամասերից մեկում է կարելի ասել նաեւ առանձին փոքրիկ քաղաք է ժամանակին Լոմ պետք է գնանք այնտեղ թատրոն կա եւ այդտեղ էլ հենց խաղալու է Նադիան մի խոսքով այդ կապակցությամբ արդեն մազերս ներկել եմ դիմահարդարվել եմ որքան որ հնարավոր է եւ պիտի գնամ մեր պայմանավորված տեղը որտեղից էլ գալու է Դանին ինձ մեքենայով վերցնի ինքը մեքենա է վարում իսկ ես չեմ վարում շատերդ եք հարցնում ինչու ես չեմ վարում սիրելիներս ասեմ որ դա վաղուց պատմություն է ջահել ժամանակ փորձել եմ մեքենա վարել եւ եկող ավտոբուսը եկել է այսպես խփելով կարծես թե այսպես քերծելով անցել մեքենայի կողմից եւ այդ օրվանից իմ մեջ վախ է առաջացել
վարել ավտոմեքենա։ Այդ իսկ պատճառով բոլոր ժամանակներում եւ ես ակտիվ կյանք եմ վարել, հատկապես երբ Հայաստանում էի, շատ հաճախ գնում էի Երևան իմ գործերով, Oriflame-ի գործերով, գիտեք, որ անհատ ձեռներեցել եմ եղել այնտեղ, բացի մանկավարժությունից։ Եվ շատերն ասում են, ինչի մեքենա չես վարում, չես գնում։ Դա է պատճառը հիմնական վախը, այստեղ նույնպես։ Բայց այստեղ մեքենայի կարիք այդքան էլ չի զգացվում, քանի որ ես ապրում եմ քաղաքի կենտրոնում եւ ամենուր գնում եմ ոտքով։ Երբեմն օգտվում եմ, երբեմն մետրոյից, իսկ հիմնականում գնումներ անելիս կարելի մեքենայով են գնում, քանի որ քաղաքի կենտրոնում տեղավորված չեն շատ մեծ հիպերմարկետներ, առևտրի կենտրոնները, դրանք քաղաքից դուրս են տեղադրված։ Քաղաքը թեթևացրած է եւ վերջին ժամանակները խոսակցություն կա, որ քաղաքի միջով անցնող փողոցները պիտի փակվեն, կանաչ գոտի են ստեղծելու։ Իհարկե շատ փողոցներ կան, որ այլևս մեքենաներ չեն գնում եւ հիմնականում միակողմանի է քաղաքի մեջ մեքենաների բեռից թեթևանալու համար այդպես են որոշված եւ որոշել են նաեւ, որ հետագայում նույնպես թեթևացնել այդ մեքենաների փողոցները, մեքենաներ գրեթե չլինեն, չանցնեն քաղաքի կենտրոնական փողոցներով, եթե հարմար է հեծանիվներով։ Կարճ ասած, հենց դա է պատճառը, որ ես միշտ ոտքով եմ քայլում, նախ առողջարար է, երկրորդն դե մոտիկ է, կարիք չի լինում, որպեսզի ես օգտվեմ տրանսպորտից, առավել ևս իմ մեքենայով գնամ որևէ տեղ։ Դե բնականաբար, եթե աշխատանքս լիներ ուրիշ քաղաքում կամ շատ հեռու, միգուցե աշխատանքի պատճառով ես էլ սկսեի սովորել հաղթահարելով վախը մեքենա վարել, բայց ինձ պետք չէ, իմ աշխատանքի վայրը քաղաքի կենտրոնում է, ոտքով 15 րոպե ամենաշատը ճանապարհ է։ Էնպես որ այս հարցն էլ լուծվեց։ Հիմա Դանին գալիս է շատ հեռու ուրիշ քաղաքից, գալիս է իր քաղաքում աշխատելու եւ ակամայից նրան պետք է եւ հետո այստեղ իրենք տարբեր քաղաքներ են տեղափոխվում, իրենց աշխատանքը տարբեր քաղաքներում է, բնակավայր են փոխում, այդ իսկ պատճառով մեծ մասը օգտվում են իրենց սեփական մեքենաներից։ Դե հիմա փոքրուց քշում են եւ արդեն սովորություն է մինչեւ 90, ես իմ քանի տարեկան տատիկ-պապիկները մեքենաներ են վարում։ Չնայած վերջին ժամանակները օրենք են անել, որ հատկապես 65-ից հետո 70 շատ խիստ վերաբերվել, բժշկական հատուկ այդպես ստուգելու նման ինչ-որ հանձնաժողով լինի, որպեսզի թույլատրեն նրանք վարեն ավտոմեքենաներ, թե ոչ։ Սա էլ էս մասին, սիրելիներս, եւ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ այն ընտանիքները, ովքեր կաֆից կամ Ֆրանս Տխավայից ստանում են գումարներ, ծննդյան տոների գումարները կփոխանցվեն ավտոմատ ձեր քարտերի վրա դեկտեմբերի 16-ին։ Եվ կախված ընտանիքի թվի անդամներից կարող է այդ գումարները տարբեր լինել։ Ահա տեսեք, թե ինչպիսին կարող է լինել այդ գումարը։ Չափը կախված է ընտանիքի անդամների թվից, դուք տեսնում եք, իսկ ովքեր կարող են ստանալ, բնականաբար այն մարդիկ, ովքեր իրենց տարեկան հաշվեգրում ամպոյում ավելի քիչ թիվ են ներկայացրել եւ նրանք միշտ համարվում են սոցիալապես անապահով եւ նման ամենամսյա գումարներ են ստանում նման կազմակերպություններից։ Եւ այս կազմակերպությունները ավտոմատ առանց ֆորմուլներ լրացնելու ձեզ կուղարկեն դեկտեմբերի 16-ին այդ գումարները, որոնցով դուք կարող եք նվերներ գնել ձեր երեխաների համար կամ սննդամթեր գնել նշելու ծննդյան տոնը։ Ահա այս լավ նորությունն էլ այդ մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն։ Ուրեմն սիրելի հետևորդներ, երեք իմ գնաց վերարկուն հիմա ես ձեզ ցույց կտամ, նորից եմ ասում, ովքեր տեսել են իմ վլոգը, որ ես Փխոմոդում փորձեցի այդ վերարկուն, չնայած շատ մեծն էի ես փորձում, 42 համարն էի վերցրել, հաշվի չառնելով, որ Փխոմոդում իմ համարը M-ն է, ես ավելի փոքր համար պիտի վերցնեի։ Կարճ ասած երեք փորձել եմ եւ 38-ն եմ Փխոմոդի վերցրել։ Հիմա կբերեմ եւ դուք կտեսնեք։ Լավ մեկդակած է եւ շատ այդպես հարմար վերարկու է։ Ահա, հագնում տեսեք։
իհարկե դե շարֆ, հələ պետք է վերարկու ես հետևի մանակ քանդեմ, ստեղ որ բացվի, մի խոսքով ասեք որ սիրուն, որ չասեք ինձ թվում է շատ լավ է, տաք է, չնայած այսօր հագնելու չէ, անձրևոտ օր է, ուրիշ բան կհագնեմ, բայց տեսեք, որ իմ համարն է թևերս է շատ երկար չի լինում։ Ահա, ժողովուրդ ջան, ոնց կանգնեմ, որ լավ երևա, երևի էսպես։ Հիշեցիք։ Ահա, տեսեք, որ զեղչված էր, 70 էր դարձե, իմ քարտի վրա էլ գումար կար, ավելի մատչել եղավ։ Ջան, մի շատ կարևոր բանել եմ ուզում ասել, մոռացել էի։ Այսպես մանիկյուր եմ քսում, երկար ժամանակ չէի քսել, որովհետև երկու անգամ իրար հետևից գերշիլակ, թե լակշիլակ մի խոսքով դրանցից է յարի Հայաստանում եւ եղունգներս լրիվ շարքից դուրս էին եկել։ Ասում իմ եղունգների վրա ասում է, չգիտեմ ձեր մոտ ոնց է։ Հիմա դադարեցրել եմ ու այդպես շրշ եղունգներս փոխվում են։ Այսօր որոշեցի մանիկյուր քսել, դե արդեն ասեցի, որ գնում եմ ներկայացում նայելու, այս պահին մտքերի հետևից ընկած հիշեցի, որ ձեզ կարևոր բան եմ ասելու։ Դուք շատերդ ինձ ասեցիք, որ չենք կարողանում մեկնաբանություն գրել, YouTube մտնում եք, լայքում եք ու անմիջապես մեկնաբանության բաժնում աստղիկ է հայտնվում, չէ՞։ Առանց վարանելու, առանց վախենալու, այդ աստղիկի կողքը, չգիտեմ ձեր հեռախոսի լեզուն ինչ լեզու է, ամեն դեպքում ֆրանսիայում բոստ է գրած, այսինքն աստղիկները այդպես սիրուն աստղի ձևով, որ դուք դիմացից նայում եք, աջ կողմում ինչ-որ բան է գրած, դրա վրա խփում եք եւ աստղիկներ են ինձ ավելանում, դրանով դուք օգնում եք, որ այդ տեսանյութը ավելի ակտիվանա, որից հետո արդեն բացվում է մեկնաբանության բաժինը եւ արդեն կարող եք մեկնաբանություն գրել։ Եթե չի ստացվում, ասենք այդ պահին դուրս եկեք, նորից մտեք ու գրեք, եթե ցանկանում եք որ մեկնաբանություն թողնել։ Այդպես աստղիկներով կօգնեք ավելի կակտիվանա տվյալ տեսանյութը, որի համար էլ շնորհակալ կլինեմ, կարծում եմ բոլորդ այդ լավ գործը կանեք։ Դա ինձ հուշեց իմ հետևորդներից մեկը, ով բավականին երկար ժամանակ այդպես օգնում է։ Եվ հիմա ես դա ձեզ հաղորդում եմ, որպեսզի դուք էլ իմ ընտանիքի անդամներ ինձ օգնեք ակտիվացնելու իմ ալիքը, այսքան բան։ Կգրեք, տեսնեմ, ստացվեց ձեր մոտ, չնայած պարզ բան է, բարդություն չկա։ Պարզապես շատերին ասում են, բաներ բացվում չէին կարողանում գրել, ես էլ դա չէի տեսնում։ Ես երեք շատ շատերի ալիքներն եմ մտել, նայել չի եղել, բայց ինձ մոտ կա, ուրեմն ինձ մոտ ուզում է YouTube-ը ինչ-որ հասկանա իմ ալիքի մասին։ Դրա համար կարծում եմ, որ ամենաճիշտը հենց դրա վրա սեղմելն է եւ այդպես արդեն թիվ է փոխվում, դուք կտեսնեք, որ թիվ կա։ Կանեք, համոզված եմ, որ կանեք սիրելիներս, դե կսպասեմ ու արդեն ես կարողանում եմ նայել, թե ինչքան աստղիկ է հավաքվում։ Այսքանը հիմա հաստատ ստեսություն եմ ասում, որովհետև շուտով կչորանա մանիկյուրս եւ արդեն պատրաստվեմ հագնվելու։ Այվ ներկայացման աֆիշը էմպեղ ներկայացման վերնագիժն է եւ հիմա ձեզ ցույց կտամ այս սրահը, որտեղ հավաքված են մարդիկ, տոմսեր են գնում, մենք արդեն գնել ենք մեր տոմսը եւ պետք է գնանք դեպի այն կողմ։ Ես մոտենամ իմ ընկերուհուն, ներս ենք մտել սրահ, ահա եւ բեմը պատրաստ, սպասում է դերասաններին։ Դե ինչ սիրելիներս, սկսվեց ներկայացումը։ Si on arrive en fin d'année, il a rempli son quota annuel d'heures supplémentaires. Alors, si par hasard vous croisiez le docteur Geoffroy, eh bien, vous ne pourriez même pas lui parler médecine. Mais c'est pas une question médicale, je voulais simplement le voir pour les cadeaux des enfants. Et ben voilà, enfant patient, patient maladie, maladie, médecine. Hein, le docteur Geoffroy ne peut pas vous répondre avant le nouvel an. Mais le nouvel an, c'est après Noël. Oh, bravo, bravo. Et Noël, c'est juste après l'avant, bravo. Non, ce que je voulais dire, c'est qu'il sera trop tard. Eh ben, tant pis, c'est comme ça, la réglementation est très stricte et
Et j'entends l'appliquer. Alors, mademoiselle Briand. Oh, ça alors, suffit. Oui, oui, allez, à votre travail. Շուրջան արդեն եկան ներկայացումից, շատ լավ անցավ, երկու մասից էր բաղկացած, որ ցույց տվեցի այդ հատվածը, Բուժքրոջ Հակոստովը մեր ընկերուհին էր, թույլ չէին տալիս նկարահանելու, դրա համար հազիվ թաքուն այդ կադրը թաքից նկարեցի։ Շատ հետաքրքիր թեմա էր, նման ֆիլմ կա հայկական, այդ հայտնի գրողի տարօրինակ հայր է, կամ չգիտեմ հայերեն ոնց է թարգմանում, համենայն դեպս հիվանդանոցի բժիշկ է, որ պետք է գնա ելույթ ունենա ու տենց խառը շփոթ վիճակ է ստեղծում, տարիներ առաջվա բուժքույրը գալիս է, ասում, որ երեխա ունես, երեխեն գալիս ա, որ հորը գտնի, եւ այն լավ դերասանները խաղում էին, շատ հետաքրքիր կոմեդիա է։ Այնպես որ շատ հասկանալի էր, ամեն ինչը պարզ, լավ, կողքս, որ այդ փոքր հատվածը լսում եք, մեկը նստած էր բարձր ծիծաղելու կլներ, ծիծաղելու չէր, լի ծիծաղում էր, երկրորդ մասում տեղներս փոխեցին, գնացինք ուրիշ տեղ։ Դանինը մեքենայով բերեց շենքի մոտ 11-ն էր։ Հիմա էլ պատրաստում եմ ապարատիս ջուրը փոխեմ, պատրաստվեմ դիմահարդարումս մաքրելու եւ արդեն գնամ քնեմ։ Դե ինչ, նման հետաքրքիր օր ունեցանք այսօր, ինքն էլ գոհ եղավ, ես էլ գոհ եղա, դե հետս տարել էի այդ թխածս պոպոկով թխվածքը, չիր էի տարել, կոնֆետ էի տարել, Կարինաբուսական խանութից փոքր պեչենիներ էր առել, դրանցից էի տարել, սենց մի քիչ ես համտեսեցի ու տվեցի իրան, ասեցի տար, ես էլ քո բաժինն ա, ճիշտն ասած այդ ժամին արդեն իրանք այդ քաղցր-մաղցրը չեն ուտում, ես ձեզ միշտ ասել եմ, որ կարող է շատ ուտեն, որ մեկ-մեկ ես ասում եմ, մարդիկան ասում են իրենցից շատ ուտող չկա, կարող է չափաբաժինը շատ ուտեն, բայց ամեն ժամին իրեն գիտեն ինչ են ուտում, դրա համար եմ ասում, էլի ոչ մի բանի զարդ չտվեց, այսինքն պետք է ընթրիք անեին, եթե դա չեն արել, ուրեմն էլ այդ քաղցր թխված բաները չեն ուտում իրենք, դե այսքանը սիրելիներս, կարծում եմ ստացվեց այսօրվա տեսանյութներ, չմոռանաք ասածներից մասին, հիմա իրականում հրաժեշտ եմ տալիս ձեզ, այսքանը, բոլորի ցանկանում եմ, որ լավ օրեր ունենաք, հետաքրքիր առօրյա անցկացնեք, դե մեկ-մեկ կարելի է, այստեղ շատ մենք չենք շփում, գոնե նման օրեր ունենանք, վերջում էլ դե Նադյային արդեն որ իջավ շնորհավորեցինք, ինք ուրախացավ, որ մենք գնացել էինք, երևի չէր սպասում էլի, կարող է Դանին մնար, ինքն է չգնար, բայց ես որ ասի չանպայման գնալու ենք Նադյան որ հրավիրել էր, իհարկե տոմսը գնեցինք, թանկ չէր, 7 եվրո և ինչքան էր, այսքանը սիրելիներս, կարծում եմ ամեն ինչն էլ ասեցի, եթե ինչ-որ հարցեր կլինեն, գրեք էլի սիրով կպատասխանեմ, առայժմ, բոլորիդ։